Նախընտրական շրջանում հրապարակված բազմաթիվ հարցումներ շատ ավելի բարձր արդյունքներ էր կանխատեսում միասնական ընդդիմության համար։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այս աստիճան տարբերությունը, արդյունքների, դա էլ է ձայնագողության, ընտրախախտումների։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Ակնհայտ իշխանությունը իր վարչական պետական ռեսուրսներով, նաև անօրինական, հակաօրինական, երբեմն հակապետական, երբեմն սահմանադրական կարգի տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտել է եւ կիրառել բազմաթիվ սահմանափակումներ։ Ապօրինությունների շարքին վերջ չկա, իմիջիալոց այդ մասին եւս մենք համապատասխան փաթեթներ պատրաստում ենք։ Մեր համար իհարկե ինչ որ տեղ պետք է հասկանանք ընտրողների այդ ծավալը եւ կրկնակի քվեարկությունների հնարավորությունը դա ինչպես է տեղի ունեցել։ Ակնհայտ է այդ գաղտնի ցուցակներով, որը չի հրապարակվում, այստեղ մենք լուրջ եւ ծանրակշիռ մտահոգություններ ունենք, սա ոնց է տեղի ունեցել։ Բայց այս պահին, քանի որ փաթեթ է պատրաստում սահմանադրական դատարանի համար, ձեռնպահ կմնամ ավելի մանրամասների մեջ խորանալու, բայց մեր համար ակնհայտ է, որ որոշ բաներ տեղի ունեցել։